Այսօր ամբողջ երկիրը ճանաչում է Մալյանին որպես կինոռեժիսոր։ Բայց ինչ գիտենք մենք նրա մասին։ Մալյանն իր առաջին ֆիլմը նկարահանել է 35 տարեկանում։ Եկեք ետ գնանք ժամանակի միջով և ծանոթանանք այն Հենրիկին, ով անգամ չէր կարող մտածել, որ կդառնա կինոռեժիսոր։ Մալյան, ձեր սերը շարունակող լույս աշխարհի եկել։ Фильм Пепо. Акт 4, дубль 4. Камера, мотор. Начали! Алло, Пеподжа! Акули, իշերնելիս կեպանում ցերեկներ, դո։ Դուրն որ Պեպանջան հապ ցերեկներ չարչերվում հապ գիշերը, ակուտնիչ։ Ուրիշ գնում դո։ Հանակ բարո։ (1945-ից 1951 թվականներին Հենրիկ Մալյանը ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոռեժիսուրա ֆակուլտետը։ Լռություն! Տեսան 12 դուբլ 4. Կամերա, մոտոր, շարժվեց։ Կարող եմ փաստ պահանջել։ Ոչ նրանից։ Բայց առանց փաստերի կարող ես դադարել քո ծնողին այնպես, չէ։ Դե թող ինձ։ Ես ինչ հայր եմ։ Երբ հարազատ աղջիկս Սապ։ Ես չեմ հասկանում, պարզապես չեմ հասկանում։ Ուր կորավ այդ Մալյանը։ Հենրիկ, Մալյան։ Այստեղ ես արդեն։ Դերասանու շորերը և բարաթը պատրաստել ես։ Շատ լավ է, փոխանցիր հագուստը դերասանուն և սկսենք։ Մեկ վայրկյան դերասանուին պատրաստվի և սկսենք։ Առայժմ ընդմիջում 15 րոպե։ Լռություն։ Տեսան 12 դուբլ 4. Կամերա, մոտոր, շարժվեց։ ուրիշի խոսքերին լսելով իր հորը համարում է գող, ավազակ։ Դե թող ինձ։ Գնա նրա հետևից։ Նայեք ես համար թանկ։ Իսկ ես ով եմ, ինչ եմ, ցեխի կդուր ուրիշ ոչի։ Ես շտապել եմ, ներիր ինձ հայրիկ աղաչում եմ։ Ներումը խնդրելուց ինչ օգուտ։
Դու պետք է աշխատես սխալը դուղել, մեղքդ քավել, Բայց ինչպես, հայրիկ։ այ թե ինչպես։ Նա ասում է, թե ինչ-որ գրավոր ապացույցներ ունի իմ դեմ։ Տեսես դանդալոշ տիրացուն ինչ ակտել։ Երկրում, չէ, ընկերներ, բանվորներ, գյուղացիներ, զինվորներ։ Երկրում մոլեգնում է դաշնակների տերտերը, տերորը, չէ, տերորը ու մաուզերիստների Ջուտո։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, ես մի բուրն եմ քողի, ես մի թերթն եմ քո ծաղկի, ես մի ծիլն եմ քո արդի, հայրենիք իմ ճգնող, ես մի բուրն եմ քողի, ես մի թերթն եմ քո ծաղկի, ես մի ծիլն եմ քո արդի, հայրենիք իմ ճգնող, Վերջացրու։ Մանյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են Եռանկյունին, Ճանապարհ դեպի Կրկեսը, Հայրիկը, բայց նրա գլուխգործոց մինչ օրս համարվում է Մենք ենք մեր սարերը։ Ճիշտ եմ ասում, դու խելոք, բա քո դանակով էի մորթելու, ախր դու քաղաքում էիր, հայ ես դանակով եմ մորթել, որտև քո ատրճանակը մոտս չէր, ինչ եմ ստորագրելու, դուր տեսնեմ։
1980 թվականին Հենրիկ Սուրենեվիչը նկարահանում է իր վերջին ֆիլմերից մեկը «Կտորմե երկինքը» և նույն թվականին բացում թատրոն ստուդիան։ Որի առաջին ներկայացումը «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» Վիլյամ Սարոյանի պատմվածքի մոտիվով։ Վերջին տարիներին Մալյանը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և արժանացել պրոֆեսորի կոչման։ Նշանավոր կինոռեժիսորը կյանքից հեռացավ 1978 թվականի մարտի 14-ին, բայց նրա ֆիլմերը միշտ կմնան մեր սրտում։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր։ Ես մի բուրն եմ քո